Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Այսօր խոսենք թարթիչների լիցքի մասին, որքանով է այն անվտանգ պրոցեդուրա, ինչ կանոններ են գործում եւ ինչ չի կարելիներ կան։ Միանգամայն անվտանգ պրոցեդուրա է այն դեպքում, երբ մասնագետը տիրապետում է նրբություններին։ Ում է ցուցված թարթիչների լիցքը, ինչ հակացուցումներ կան։ Շատ կարևոր է հաշվի առնել թարթիչների բնական թարթիչների հաստությունը եւ նրանց աճման ուղղությունը գեղեցիկ եւ համահունչ արդյունք ստանալու համար, միևնույն ժամանակ չվնասելով թարթիչները։ Միֆ է, որ թարթիչների լիցքից թարթիչները կարող են թափվել։ Թարթիչներին առողջ պահպանելու համար շատ կարևոր է ինքնուրույն չփոկել, չհեռացնել թարթիչները։ Ինչպես պահպանել թարթիչների կայունությունը։ Կասեմ, որ բնական տեսքով թարթիչները, որոնք շատ չեն տարբերվում, շատ ավելի նորաձև են ու պահանջված։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Կար ժամանակ, երբ գեղեցկությունը զոհեր էր պահանջում ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ժամանակակից կյանքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Հաշված րոպեների ընթացքում կարելի է դառնալ շիկահեր, փոխել աչքերի գույնը կամ ունենալ երկար գեղեցիկ թարթիչներ։ Այսօր խոսենք թարթիչների լիցքի մասին, որքանով է այն անվտանգ պրոցեդուրա, ինչ կանոններ են գործում եւ ինչ չի կարելիներ կան։ Իմ հյուրն է Global Beauty 2025 թվականի միջազգային մրցույթի հաղթող առաջին կարգի մրցանակակիր Ելենա Բադալյանը։ Ողջույն Ելենա։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Նմանապես ես եւս շատ ուրախ եմ մասնակցելու ձեր հաղորդմանը, Կարինե ջան։ Խոսել ենք թարթիչների լիցքից, գիտենք, որ այն ժամանակակից դիմահարդարման կարևոր մասն է կազմում, որովհետև գեղեցկացնում է դեմքը, ընդգծում հայացքը, իսկ անվտանգ պրոցեդուրա է համարվում։ Միանգամայն անվտանգ պրոցեդուրա է այն դեպքում, երբ մասնագետը տիրապետում է նրբություններին եւ չի չարաշահում թարթիչների լիցքի ծանրությունը։ Այսինքն, եթե մասնագետն է թարթիչների լիցքը իրականացնում, մենք չենք վնասում բնական թարթիչները, կարող ենք նպաստել դրանց աճին։ Այո, եթե մասնագետը տիրապետում է ճիշտ իր աշխատանքին, այդ դեպքում մենք ոչ թե կվնասենք թարթիչները, այլ նաև կպահպանենք գեղեցկությունը, դրա հետ մեկտեղ աչքի առողջությունը, քանի որ թարթիչները բացի գեղեցկություն տալուց մեզ ապահովում են, պաշտպանում են արտաքին փոշուց եւ այլն ազդեցություններից, որոնք առաջացնում են աչքի խոնավություն եւ այլն։ Այս դեպքում եւս այն կարելի է համարել պաշտպանիչ միջոց, բացի այն, որ գեղեցկացնում է աչքերը։ Իսկ ում է ցուցված թարթիչների լիցքը, ինչ հակացուցումներ կան։ Թարթիչների լիցքի ժամանակ գրեթե հակացուցումներ չկան, մի քանի բացառություններ նշեմ, եթե ունենում են աչքերի բորբոքային հիվանդություններ եւ եթե պլանավորում են աչքի հետ կապված վիրահատություն կամ որևէ աչքի հետ կապված վիրահատությունը նոր է կատարվել։ Ինչից է սկսվում պրոցեդուրան թարթիչների լիցքի, որպեսզի ավելի պատկերավոր դարձնենք մեր լսարանի համար։ Թարթիչների լիցքի պրոցեդուրան սկսում ենք նախ փորձում եմ հասկանալ տվյալ անձնավորության ակնկալիքները ինչ է ցանկանում լիցքով ստանալ, ինչպիսի աչքերի մոդելներ է իրեն դուր գալիս եւ արդեն գնահատելով նրա աչքերի դիրքը, թարթիչների որակը փորձում ենք ստանալ համապատասխան գեղեցիկ լիցք, որը ավելի կընդգծի եւ կգեղեցկացնի աչքերը։ Այսինքն կան թարթիչներ, որոնք հարմար չեն բոլորին, այո, եւ պետք է տիրապետել նրբություններին, որպեսզի ցանկալի արդյունքը ստանալ։ Այո, շատ կարևոր է հաշվի առնել թարթիչների բնական թարթիչների հաստությունը եւ նրանց աճման ուղղությունը գեղեցիկ եւ համահունչ արդյունք ստանալու համար, միևնույն ժամանակ չվնասելով թարթիչները։ Ելենա, այդ դեպքում որպես փորձառու մասնագետի, ով Global Beauty միջազգային մրցույթի առաջին կարգի մրցանակակիր է, միֆ է, որ թարթիչների լիցքից թարթիչները կարող են թափվել։ Միֆ է այնքանով, ասեմ բացատրեմ ինչումն է հարցը։ Մեր թարթիչները, ինչպես եւ եղունգները, մազերը աճում են, երկարում են եւ հեռանում մեզանից, ինչպես եւ մեր մազերը։ Այսինքն թարթիչների աճը մոտավորապես կախված մարդու հորմոնալ վիճակից լինում է մոտավորապես 30-ից 90 օր։ Թարթիչի կյանքի տևողությունը։ Այսինքն թարթիչները այնպես չի, որ հավերժում ես հետեն, իրենք ապրում են 30-ից 90 օր եւ այնպես չի, որ այդ նույն թարթիչների վրա է անդադ լիցքը կատարվում։ Հաշվի առնելով այս փաստը, քանի որ իրենք անդադ վերականգնվում են, չեն կարող թափվել ու չվերականգնվել, բայց եթե մասնագետը չի տիրապետում թարթիչի լիցքի նրբություններին, որոնք շատ կարևոր են, կատարվում է օրինակ շատ ծանր լիցքեր, թարթիչի արմատներին շատ մոտ է դրվում լիցքը
սերտաճեցվող թարթիչները, այնտեղ սոսնձի պարունակությունը, քանակությունը կարող է շատ ծանր լինել կամ կպումներ առաջացնել, նման դեպքերում կունենանք անհարմար ավետություն եւ դա կարող է պատճառ հանդիսանալ թարթիչների թափվելուն։ Բայց դա այնպես չի, որ թափվեց ու չի աճում։ Եթե ամեն ինչ ճիշտ է պահպանվում, իրենք նորից վերականգնվում են։ Այսինքն, երբ թարթիչները պոկես, հա, լիցքից հետո ինքդ կվնասացեն քո բնական թարթիչը, այդ դեպքում ասենք թե ինչ նյութերով եք դուք աշխատում եւ ինչպես եք հեռացնում հետագայում թարթիչները։ Թարթիչների առողջ պահպանելու համար շատ կարևոր է ինքնուրույն չպոկել, չհեռացնել թարթիչները։ Ասեմ եւս մեկ կարևոր հանգամանք, եթե լիցքը կատարված է գրագետ, ճիշտ, պահպանված են բոլոր պայմանները, որոնք պետք է պահպանեն չվնասելու համար, կրողին այն անհարմարավետություն չի պատճառում եւ պոկելու անհրաժեշտություն չի լինում։ Իսկ երբ որ լրանում է ժամանակը, որ պետք է հեռացվեն արդեն թարթիչները, հիմնականում ցանկալի է 3-ից 5 շաբաթ ոչ ավել պահպանել, հատուկ նյութեր կան, որոնք նախատեսված են հենց լիցքը հեռացնելու համար, որոնց միջոցով գցվում են թարթիչների արմատներին մոտ եւ թուլանալով հեռացնում ենք արհեստական աճեցված թարթիչները, չվնասելով մեր բնական թարթիչները։ Շատ լավ։ Եվ ասենք, որ ավելի հաճախ աղջիկները դիմում են թարթիչների լիցքի ժամանակ խնայելու համար, այո, այդպես է, որովհետև եւ ցանկացած պահի կարող ես արթնանալ ու գեղեցիկ տեսք ունենալ։ Մենք իսկապես կարողանում ենք ժամանակը խնայել լիցքի օգնությամբ, հենց այս պատճառով այսօր պիտի պարզենք իրականությունը, որն է, այն իսկապես անվնաս է մեր բնական թարթիչներին եւ ինչ չի կարելիներ կան։ Ինչպես պահպանել թարթիչների կայունությունը։ Թարթիչների լիցքից հետո խորհուրդ է տրվում 24-ից 48 ժամ չլվանալ, որպեսզի ավելի կայուն պահպանվի թարթիչները։ Իսկ հետագա խնամքը խորհուրդ չի տրվում օգտագործել յուղային քսուկներ, հատուկ նախատեսված փրփուրներ կան թարթիչները մաքրելու համար, որոնք շատ լավ կերպով կմաքրեն եւ կպահպանեն ձեր թարթիչները առողջ եւ գեղեցիկ։ Իսկ ո՞րն է ավելի արդյունավետ, հիմա կհարցնեն գեղեցիկ թարթիչներ ունենալու համար, թարթիչների լիցք, թարթիչների կոտրիչ, թե տուշ, ստվարաներկ։ Սկսենք նրանից, թե ինչ ստվերաներկ է օգտագործվում, ինչ որակի ստվերաներկեր են օգտագործում, ինչպես են օգտագործում։ Իհարկե գիտենք, որ կոտրիչները չի կարելի օգտագործել ստվերաներկը քսելուց հետո, դրանք ավելի շատ վնասում են թարթիչները, որոնք կարող են անգամ կոտրել թարթիչները, եւ լիցքն էլ պետք է իմանալ, թե որտեղ ինչպես մասնագետը ինչպես է կատարում։ Միանշանակ գրագետ կատարված թարթիչների լիցքը ոչ միայն վնասում է թարթիչները, այլ պահպանում է եւ գեղեցիկ հայացքը, եւ գեղեցիկ աչքերի տեսքը, եւ աչքի առողջությունը։ Իսկ որ թարթիչներն են այսօր նորաձև համարվում, որոնք են ավելի թրենդային լիցքերը։ Քանի որ այսօր ամեն ինչում ավելի գեղեցիկ է դիտվում ավելի բնականը, ավելի մոտ մեր բնական տեսքին, կասեմ, որ բնական տեսքով թարթիչները, որոնք շատ չեն տարբերվում, շատ ավելի նորաձև են ու պահանջված, քիչ-քիչ արդեն դուրս են գալիս այն տեսակները, որոնք հեռվից հեռու շատ վուլգար տեսք էին տալիս եւ շատ ավելի ծանր էին թարթիչների համար։ Շողիկներով էֆեկտները Քիմ Քարդաշյան բոլորին հայտնի միշտ արդիական է, միշտ գեղեցիկ է նայվում եւ բոլորին դուր է գալիս, գրեթե բոլորին։ Եվ կասեմ եւս մեկ բան, կան օրինակ որոշակի հակացություններ աչքի կոպի խորությունից, կոպի կախվածությունից ելնելով, որ այսինչ տեսակների աչքերին օրինակ չի սազում այսինչ լիցքերը, բայց կասեմ մեկ բան եւս, երբ որ դու տիրապետում ես մոդելավորմանը, դու կարողանում ես ցանկացած աչքին հաղորդես իրեն համապատասխան տվյալ տեսակը, կարողանում ես իրեն աչքին համապատասխան կառուցես։ Այսինքն դուք ոչ մեկին չեք մերժում։ Ես Արդյունքում ստացվում է գեղեցիկ։ Այո, այս պահի դրությամբ կարողանում եմ օրինակ աղվեսի լիցքը շատերի դեպքում ասում են, որ ցուցված չէ, օրինակ կոպերը կախ են եւ այլն, բայց եթե ճիշտ մոդելավորում կարողանաս կատարել, հաշվի առնես այդ բոլոր նրբությունները, կստացվի գեղեցիկ հայացք, գեղեցիկ մոդելավորում։ Այսպեսով ինչն է կարևոր թարթիչների լիցքի ժամանակ, Ելենա, նյութերը, տեխնիկան, վարպետությունը, ձեռքի շնորհքը, ինչն է առավել կարևոր։
Առավել կարևոր կհամարեի գրագիտությունը, որպեսզի կարողանաս տիրապետել, իմանաս թե ինչպես չվնասես, միևնույն ժամանակ կարողանաս աչքին հաղորդես գեղեցիկ տեսք, գեղեցիկ մոդելավորում կարողանաս տալ եւ նյութերը եւս շատ կարեւոր են, օգտագործես հակաալերգիկ նյութեր, որոնք ոչ մի կերպ չեն վնասի աչքերին եւ իհարկե պահպանես այն խտությունները, որոնք համապատասխանում են տվյալ թարթիչին, տվյալ աչքին։ Դա եւս շատ կարեւոր է։ Շատ լավ, որպես ամփոփում, ասենք, ինչ թերություններ կամ առավելություններ ունի թարթիչների լիցքը, երբ պետք է դիմել այս պրոցեդուրային։ Ես կնշեմ առավելությունները, հետո կասեմ թերությունները։ Առավելություններից այն է, որ խնայում ենք ժամանակը, ունենում ենք աչքերը թարթիչի լիցքի միջոցով իհարկե ստանում են շատ ավելի արտահայտիչ եւ գեղեցիկ տեսք, հնարավոր է անգամ որոշակի թերություններ շտկել լիցքի միջոցով։ Ինչ վերաբերվում է թերություններին, շատերը խուսափում են, որովհետև բոլորի կողմից նկատելի է եղել այն վուլգար թարթիչները, որոնք ժամանակին կատարվում էին հաստ ոչ որակյալ նյութերով, շատ հաստ թարթիչներով, հեռվից հեռու երևացող, որը ոչ բոլորի համար է հաճելի։ Այդ պատճառով շատերի մոտ հենց ասոցացվում էր վուլգարության հետ։ Իսկ ճիշտ կատարված թարթիչների լիցքը ոչ միայն վուլգարության հետ բացարձակ կապ չունի, այլ նաև գեղեցկացնում, պաշտպանում է մեր աչքը, այդքան է կարող եմ ասել։ Շնորհակալություն Ելենա, կարևոր ինֆորմացիայի եւ մեր թարթիչների համար, որ գեղեցկացնում են մեզ։ Այո, պետք է ասել, որ գեղեցկության պատկերացումները յուրաքանչյուրի մոտ տարբեր են, սակայն բոլորի մոտ երկար եւ խիտ թարթիչները ասոցացվում են գեղեցկության հետ։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, վստահեք մասնագետներին, եղեք միշտ գեղեցիկ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին, այսօրվա իմ գեղեցիկ տեսքն ապահովելու համար։ Փոխիր տրամադրությունդ, այստեղ քեզ կօգնեն լինել միշտ գեղեցիկ եւ երիտասարդ։ Հովակիմյան էսթետիկ կենտրոն, իմ գեղեցկության հասցեն։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղի։ Մինչ հանդիպում։